Իմ շատ սիրելի ժողովուրդ, յուրաքանչյուր բույս հավաքելուց, խոտաբույս, աշխատում եմ փոքր ինչ հանգստանալ այն բույսերի կողքին, որը շատ ավելի է եւ հանգիստ հավաքել։ Ավելուկ, գիտեք ինչքան առողջարար է, ինչքան հրաշալի, այն օգտագործում եմ, հյուսում եմ, շատ գյուղացիներ այն հյուսելու տեսքով քաղում են, հյուսում են, կախում են որևիցե տեղ, որպեսզի չորանա, որպեսզի ձմռանը օգտագործեն, որովհետև պատրաստում են ճաշատեսակներ, պատրաստում են աղցաններ, սխտորով, ընտիր համեմունքներով, ձմեռը մանավանդ եւ ասեմ, այն հենց այսպես, եթե մենք տապակում ենք, շատ առողջարար է մեր սիրտանոթային համակարգի համար, որովհետև այն իջեցնում է խոլեստերինի քանակությունը, միկրոէլեմենտների, վիտամինների հզոր քանակություն եւ նաեւ ներբյուջեին խնայողություն։ Ով ուզում է գումար հավաքել եւ առողջություն ունենալ, պետք է շաբաթ կիրակի, եթե չի աշխատում, դուրս գա քաղաքից եւ սկսի գնալ այն վայրերը, որտեղ հարուստ է մեր բնությունը դեղաբույսերով, քաղում է ընտիր եւ ընտանիքի անդամների համար եւ իրեն համար, որովհետեւ եւ քաղելը եւ հենց այսպես նստելը, հողակցվելը, այն որ ձեռքով քաղում ենք եւ բավականին լավ է անդրադառնում, ներվային համակարգերը գնում են դեպի գլխուղեղ եւ բավականին խթանում մեր ամբողջ գլխուղեղի կենտրոնները։ Մի խոսքով, բայց երբ մենք բերում ենք, պատրաստում ենք համով աղցաններ կամ չորացնում ենք, ճաշի տեսքով պատրաստում ձմռանը, պատկերացնում եք ինչպիսի համեղ կերակուր եւ օրգանիզմի համար, եւ առողջության համար, եւ սիրտանոթային համակարգի համար, բայց չմոռանամ զգուշացնել, որ պետք է դիմեք բժշկի, եթե ունեք սիրտանոթային համակարգի խնդիրներ, մանավանդ, որ ունեք խոլեստերինի բարձր քանակություն արյան մեջ եւ արյան ճնշում, անպայման սրտաբանի խորհրդատվություն։